պատերազմ չենք անում։ Всё ձեր հողերն է տալիս ենք ձեզ, եթե տենց էր։ Եթե տենց էր, էլի։ Եթե տենց իսկականից տենց չէր, ես գիտեմ, որ դա տենց չէր։ Խի տենց չէր, որովհետև եթե տենց էր, խի են այս տղերքը պարկած։ Եթե հայկական չէր, խի էր պատերազմ անում։ Մենք որ կայինք, ազերիներին չկային։ Կոկա-կոլան ավելի մեծ պատմություն ունի, քան ազերիները։ Բոլշևիկների սարքած պետությունը, ակվարիում։ Ինչին կասկիս կավարտ։ Մի օր հետ ենք։ Մի օր ո՞րն է։ Հետո գալու է այդ օրը ու բոլորս ենք տեսնելու։ Ես այն տղերքից եմ ելնելու, ունենք Մոնթե, ունենք Վազգեն, ու տենց հրամանատարներ ունենք։ Մի հատ էլ Մոնթե կծնվի, մի հատ էլ Վազգեն կծնվի։ Ու ծնված են, քայլում են։ Պրոստե այս ղեկավարները իդես ինչ արժեքները չեն գնահատում։ Իրական հրամանատարներին համար մեկից գցել են եսի մուրդեղ, կողքերը բերել են մարդիկ են շարել, որ իրանք վաբշե իրավունք չունեն կոչվելու հրամանատարներ կամ նախարարներ կամ նախարարի տեղակալներ, որովհետև իրենք պատմություն չունեն զինվորական գործի մեջ։ Ճանաչում եմ, Սուրեն Պապիկյանի հետ ծառայել եմ, ինքը լավ տղա է, լավ մարդ է, որպես մարդ, բայց որպես ՊՆ նախարար ես իրան չեմ տեսնում։ Ավելի լուրջ մարդիկ ունենք, որ զինվորական կրթություն են անցել ու կարան իրանք ղեկավարեն ՊՆ նախարարությունը ու Արցախը հետ բերենք, ու լիքը բաներ հետ բերենք, ինչը հայկական է եղել պատմությունով։ Մենք որ կայինք, էլի կրկնվում եմ մի հատ նոր, էլի լրագրող մոտիկացավ ինձ, հիմա արտահայտությունների մեջ էլի կրկնվում եմ, բայց ասել եմ, մենք որ կայինք աշխարհում, կար 4-5 պետություն։ Ոչ կար Թուրքիա, ոչ էլ կար Ադրբեջան։ Այդ ոնց դառա, որ Արցախը ադրբեջանական հող է։ Այդ պատմությունը, այդ վանքերը, այդ մշակույթը, խաչքարերը ինչ են վկայում։ Այդ աշխարհին Ալիևը փողով առել է, դա լավ գիտենք։ Առել է, որ ասեն էլի։ Ոնց որ սրանց են առել։ Սրանց նմաններին էլի։ Հիմա ես կոնկրետ անուններ չեմ տալի, բայց դա իրական է։ Հայաստանում ապրում ենք 3 միլիոն հայ, աշխարհում ապրում ենք 11 միլիոն հայ, չէ՞։ Մենք մտածեմ, որ հեսա ինչին կասկից կավարտել էլի, որ դուս եկան ուրեր փախնան, այս տղերքի ախբերները իրանցից վրեժ են լուծելու։ Ոնց որ Սողոմոն Թելերյանը վրեժ լուծեց թուրքերի հրաման տվողից, ով որ արեց ցեղասպանություն։ Գնեք, իսկ այսօրվա հետ կապված ինչ կարծիք ունեք իշխանության որոշմամբ հունվարի 27-ը սահմանվել է տարբեր ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր, սա ընդունելի է ձեզ համար։ Իմ համար ընդունելի է, գիտես, բանակի օրը ու վсё, իշխանությունների որոշումները իմ համար ընդունելի չեն, որովհետև իրանք իրանց համար որոշում են օրենքներ, իրանք այդ օրենքները շրջանցում են, մեզ էլ ասում են ենթարկվեք։ Բայց չի ենթարկվեն, եթե սենց ասեմ, մի հատ մեկը կան դե ակվարիում դեպուտատ, այդ չաղ, ազգանունը չգիտեմ։ Ինչա անունը։ Առանց չէր օրս արել։ Կա մեկը, որ վերջնի խոսում է Քոչյանից, բանից, նրանից։ Ինչ է, մի հատ որ հիշեցնեք ազգանունը, ես ինձ իջել հետաքրքրում պրոստը տես մեկ տենում եմ հեռուստատեսությունով։ Իսկ այս օրը ընկալելի է օրինակ ձեզ համար, ինչու հունվարի 27, հունվարի 27-ն ինչ կապ ունի ռազմական գործողությունների հետ։ Ոչ կապ չունի։ Իմ համար ընկալելի է հունվարի 28-ը։ Ես պրոստը անես չի, ես պրոստը համընկել է իմ գալը իրանք որ եկել են, իմ գալը իրանց հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ ես ամեն շաբաթ վա մեջ մի օր գալիս եմ իմ աղբոր գերեզմանին։ Ձեր հարազատ եղբայրն է։ Չէ, օրոքները ստեղանա մի մանկության աղբերն է, ինչ սովորել ենք, իրար հետ ենք սովորել այս կյանքում։ Իսկ նկատեցիք իշխանության ներկայացուցիչները շրջեցին, ծաղիկներ խոնարեցին հայրենիքի համար զոհվածների շիրիմներին, թե ոչ։ Դե ինչ էլ անում են, դա գիտես ինչ է։ Ես հասկանում որ սրտաշ չեն ցավում, էլ դա պրոստը ձևականություն է, պետքա ցույց տան աշխարհին, հա, հարևան պետություններին կամ հիմա ոնց ասեմ, հունիսին է, հա, ոնց որ ընտրություններ, հա։ Դա զուտ այն մասային են ուզում շահագրգռեն կամ ինչ-որ մի բան, որ իրանք կրթություն չունեն, օրենք չեն հասկանում։ Ну, տապոր մասը է, սաղկյանքները լապատկից բացի ոչ մի բան չեն բռնել իրանց ձեռքը։ Այդ մասան ինչ պետք է հասկանա։ Իրանք էսի ինչը տենում են, իրանց համար դա զայ է, օքեյ է, յանի։ Բայց մեր նման մարդիկ, որ մենք
պատրաստ ենք հայրենիքի համար մեռնելու։ Իմ տունը սկսում է հայկական սահմանից։ Ես ամեն օր երբ ուզեմ սուրճ խմեմ հայկական գծում կխմեմ։ Այնտեղ երկից եմ ես կամավոր եմ եղել հիմա։ Ես առաջինը մտածել եմ, որ Ազերին պետք է չգա, իմ երկիր մտնի, իմ տուն մտնի։ Իմ երկիրը իմ տունն է, ինչ տարբերություն։